Յուքոմի ԴՀԿ-ի եւ արբիտրաժային դատարանի աշխատակիցներից, եթե մարդիկ կան, թող լսեն, ես ներկայացնեմ ժողովրդին ձեր երրյակ դաշինքի գործնեության, որը քաղաքացիների շահը չի պաշտպանում, հակառակը վնաս է տալիս քաղաքացիներին։ Բարի երեկո ժողովուրդ ջան, զրույցի ես սկսում եմ կապված դեպքը Յուքոմի հետ 1 տարի առաջ, որ անհիմն կերպով դատարան են տվել առանց մեր ներկայության, որոշում կայացրել եւ մեծ գումարներ համեմատած նրան, ինչը որ իրանք մեզանից պահանջում էին։ Եկեք սկզբից ներկայացնեմ, ովքեր Յուքոմի հետ առնչվել են, եւ տեղյակ է Յուքոմի ընդհանրապես գործնեությունը մեր Հայաստանի քաղաքացիների հետ, թե ինչպիսի կոշտ կոպիտ մեթոդներ են օգտագործում, չեմ ուզում այդ բառը օգտագործել, բայց ես չգիտեմ, չեմ ուզում պատասխանատվության կանչեն ինձ ասեն, դե հիմա էլ հազար դատավարություն ենք բացում, բերեք դուք գնահատական տվեք, ասեք տենամ իրաց պահվածքը ինչի ան նման։ Սրանից 1 տարի առաջ, հունիս ամսին, այսինքն 14 ամիս առաջ, մենք Երևան քաղաքից, երբ որ որոշել ենք տեղափոխվենք գյուղ, Արարատի մարզ, գյուղ, Յուքոմի սարքերը իրանց զանգել ենք, ասել որ ուզում ենք տեղափոխվենք, ինչ անենք։ Ասել են սարքերը անջատեք, կտրեք ընդ լարից, բերեք մեզ տվեք, որ բերենք տեղադրենք Թազատան։ Ուրախ կտրտել ենք այդ սարքերը, վերցրել գնացել Շենգավիթում են Նժդեի հրապարակա, չի կոչում ընդ Յուքոմի մասնաճյուղ։ Տարել ենք ասել, էսի սարքերը մենք եկել ենք ձեզ խնդրենք, որ տեղափոխում եք գյուղ, գաք գյուղում նորից տեղադրեք Յուքոմի սարքը։ Բա ասում եմ մենք գյուղում ծառայություն, այդ գյուղում որը ես նշել եմ, ասում եմ մենք այդ գյուղում ծառայություն չունենք, ասի ափսոս, դե որ չունեք, ինչ ասեմ, ձեր սարքերը ձեզ գնանք տենանք գյուղում ինչ ծառայություններ ա գործում։ Ասում եմ գիտեք պետքա 15000, դուք վճարեք, որ պայմանագիրը խախտել եք։ Ժողովուրդ շատ լսում եք ինձ։ Ես եմ խախտել։ Իրանք են խախտում։ Իրանք այսօր էլ խնդրեց ասեց դու եք ստե պայմանագիրը։ Տվեք ստե ես մի հատ ընթերցեմ։ Տենամ որտեղ է այդ կետը։ Մեր այդ աշխատակցուհին Յուքոմի վերցրեց, ընթերցեց միջև ասում դե ճիշտն ասած, հա, այդպիսի կետ չկա պայմանագրի մեջ, որ քաղաքացին որ ուզի տեղափոխվի գյուղ եւ այդ գյուղում ծառայություն չլինի, պատասխանատվությունը քաղաքացու վրա է։ Դեն մեկ ինչա կատարվել։ Ես դիմում եմ, որ դուք եկեք միացրեք Յուքոմի սարքը, ինտերնետային այդ սարքը գյուղում, իրանք ասում են մենք գյուղում չունենք ծառայություն, ասում են փաստորեն դուք եք չէ հրաժարվում գաք միացնեք, ասում են դե հա, ասի բա իմ 15000-ը ինչի ես մուծ եմ, եթե ես չեմ հրաժարվում, իրականում տենց օրենք կա, որ եթե քաղաքացին, ապոնենտը, բաժանորդն է հրաժարվում, բաժանորդը պետքա մուծի, բայց ես չեմ հրաժարվում, ասում եմ եկեք տեղադրեք, ասում չկա, ասում եմ պայմանագրի մեջ ցույց տվեք որտեղ է գրած, որ եթե հավանականության դեպքում հետագայում քաղաքացին բաժանորդը ուզենա տեղափոխվի գյուղ, պարտավորը 15000 վճարի, եթե դուք այդ գյուղում ծառայություն չունեք։ Ասում չկա տենց կետ, որ չկա։ Հիմա արբիտրաժային դատարան։ Հա դուք ինչ հիմքի վրա եք բռնել իրանց այդ բողոքը, որ քաղաքացին բաժանորդը չի վճարում 15000 դրամը, առանց մեր ներկայության որոշել, որ տենց գրենք, հա դե որ Յուքոմը ինչա ֆիզիկական անձ չէ, իրավաբանական անձ չէ, դրա համար դե իրավաբանական անձի կողմից դիմումը 100% ճիշտ է։ Ինչու՞ չեք կանչել մեզ դատարան։ Առանց մեզ որոշում են կայացրել, որ 15000-ի փոխարեն ժողովուրդ ուշադիր լսեք 103000 պետքա մենք վճարենք։ Ինչ են արել։ Քանի որ կնոջս վրա էր գտնվում այդ սարքը, ինքն էր այդ ապարատը Յուքոմի, որ միացրել են մեր տանիքները, կնոջս անձնագրով էր։ Կնոջս հեռախոսահամարի վրա։ Բռնել են այդ անխիղճները, երբ որ պետությունը սոցիալական աջակցություն է տալիս, սոցիալ նախարարությունը երեխաներին որպես նպաստ է տալիս, այդ նպաստի փոխը արգելափակել։ Չեն թողում դու դա օգտագործես։ Իրավունք չունես, գնաս օրինակ ինչ էլ առնես, քո փողը սառեց իրանց մոտ է հաշվեք։ Սա իրանց անխախճությունը։ Հելել եմ հասել այսօր ԴՀԿ-ի աշխատակցին ասում եմ, դուք իմ հետ ինչ գործ ունեք, դուք ինչ իրավունքով եք, իմ փողը, դե իմը չի կնոջս վրա, ինչ տարբերություն։ Ասում առանց դատավարության, ասում եմ մենք չգիտենք դատավարություն ա եղել, չի եղել, որ Յուքոմը ներկայացրել է, այսպես որոշում են կայացրել, որ պետք է արգելափակենք։ Ասի դուք տենց առանց դատի ու դատաստանի, առանց վկանների, առանց մեղադրանքի, առանց որևէ հիմքերի, ձեզ մեղադրանք են բերել, առանց ապացույցների։ Դուք որոշել եք, որ ճիշտ է, փաստորեն դուք այս երկրի ամենից լավ իրավապահ համակարգն եք, ամենից լավ համակարգն եք, ամենից լավ աշխատող։ Փաստորեն ես կարամ այն մարդով, որ ինձ խարդախության փողա գողացել, խարդախության փողա շորթել ինձանից։
Ես էլ դատ մատ չանեմ, բերեմ ձեզ տամ, դուք կարող եք փողնել, հա վերցնեք, տակ ասում հա։ Չգիտեմ պաշտոնով ինչ է այդ աշխատակիցը ԴՀԿ-ի։ Ասի լուրջ եք դուք խոսում, կարակ ասում հա, եթե դուք իրավաբանական հիմքեր բերեք, որ այո, քեզ 1 միլիոնը գցել է։ Ասի բարով, քննիչի մոտ է գործը, որտեղ որ տվյալ Խարդախը ընդունել է, որ ինքը փողս վերցրել է ու իմ համար համապատասխան ծառայություն չի մատուցել, այսինքն ապօրինի կերպով իմ փողը գտնվում է իր մոտ, որի դիմաց պետք է ծառա, ասում է հա, ասի այդ պահը վերցրի զանգեցի Կոտայքի բաժնի ոստիկան քննիչին, քննիչի երևի զբաղված էր, չվերցրեց, բայց սուտ է խոսում, տվյալ աշխատակիցը սուտ է խոսում կամ ինքը չի հասկացել, ես իրան ուզում էի պահանջեի, տենայի դու ինչ իրավական հիմքերով ես որոշել արգելանք տնես սոցիալ նախարարության տված փողին նպաստին դու մի ասա օրենքով ժողովուրդ ջան այդպես բան չկա նպաստները թոշակները արգելափակման չի դրվում ԴՀԿ-ն իրավունք չուներ այդպես բան անել որ իրանց հասին դե ասինք որ սա այս փողը որը դուք արգելանք եք դրել սա պետության աջակցությունն է նպաստն է երեխաների բայց մա մենք չգիտեինք բա մենք ոնց իմանանք ասի էտել պետք է բայց զանգեիք հարցնեիք ասեք ձեր այդ փողը որը նստել է այդ ի՞նչ փող է տեսնենք պետությունն է նստացրել ինչ որ բիզնես են անում որտեղից է պետության աջակցությունը նպաստը որոշել է մեր երկրի ԴՀԿ-ն ես ԴՀԿ-ին արդեն չգիտեմ դահի չասեմ թե ԴՀԿ-ն է իրաց ճիշտ անում իմ համար դա դահչի վերաբերմունք է տեսեք ԴՀԿ-ն ստե դեսի ֆոկուս անում ասում դե մենք չենք մեղավոր գնացեք յուքոմում ձեր հարցերը յուքոմում բարձեք ասի ես քիթս կկտրեմ եթե գնամ յուքոմ այդ հարցերը բարձելու յուքոմը հետ չասի գնացեք ԴՀԿ ասում չէ մենք ինչ գործ ունենք Հելեմ եմ ավտոն դետակսա նստում նորից քշում նույն Գարեգին Նժդեհի հրապարակի այդ Շենգավիթի յուքոմ բաժին մասնաճյուղ որտեղ անցած տարի այդ նույն process-ները տեղի ա ունեցել գնացի ասի ես ձեր հետ խոսակցություն ունեմ ասում խոսակցություն թե խորհրդատվություն ասի ոչ հենց խոսակցություն ժետոնա ինչա քաշում եմ նստում եմ ասում եմ Արեքստե դուք անցած տարի կարող աշխատակիցը դու չեք եղել ձեր աշխատակիցներից մեկ ուրիշն է եղել բայց դուք ինձ հիմա պատասխան տվեք երբ որ ես սարքերը ձեռս եկել եմ ձեր օֆիս որ այս սարքերը բերել եմ տեղափոխվում ենք գյուղ եկեք միացրեք մեր համար յուքոմ դուք ինձ պատասխանում եք որ ծառայություն չունեմ ես դարձա հրաժարված թե դուք ասում դե գիտեք մենք ըստ պայմանավորվածության եթե քաղաքացի բաժանորդը չի ընդունում այդ սարքը պետքա տասնի ասի ես դա գիտեմ եթե բաց քաղաքացին է հրաժարվում դուք եք հրաժարվել հասկանում եք խնդրեցի այդ աղջկան ասի հանի պայմանագիրը հանի որտեղ որ նշված է որ բաժանորդը տեղափոխվելով Երևանից դուրս որտեղ ձեր ծառայությունը մենակ Երևան չի մենակ Երևան չի ասում հա ասի ամբողջ Հայաստանով է ասում հա բայց գյուղերկա չի գործում ասի փաստորեն դուք չեք նշել որ գյուղերկա չի գործում հարգելի բաժանորդ տեղափոխման պատճառով կարող է մենք հրաժարվենք այդ իսկ պատճառով դուք նորից պարտավորված եք 15000 վճարել փաստորեն այդ փաստաթղթերը որը ես վերցրել եմ իմ մեքենայի մեջ այդ պայմանագիրը ես կարամ վերցնեմ գնամ դատի տամ ապացուցեմ որ ինձ անհիմն տեղը արբիտրաժային դատարանը փողա վերցրել ու չի վերցրել որոշում ակայացրել որ ԴՀԿ-ն սառեցին երրյակ դաշինք է յուքոմ ԴՀԿ արբիտրաժային դատարան երրյակ դաշինք առանց մեր ներկայության առանց քաղաքացու ներկայության որոշում են կայացրել որ պետքա իրանք այդպիսի գործողություն կատարեն մեր մեջքի հետևը Մեր այդ հարգելի յուքոմի աշխատակցու հետ խոսակցությունում ոչմ եկանք այն եզրակացության, որ իրանց արածը նախ առաջինը իրանք իրավունք չունեին թոշակները սոցիալական աջակցություն պետության կողմից այդպիսի երևույթային աջակցությունները իրանք սառեցնեին, իրանք որոշում կայացնեին, որ պետք է հարգեն, երկրորդն էլ Այն սարքերը ես որ իմ ձեռը գնացել եմ հանձնեմ իրանց չեն վերցրել գիտեք այդ 103,000-ը խի են գնահատել սարքերը իբր սարքերը թանկ է 27000 մի սարքը 30 քանի հազար ինչ որ մի սարքը նու ցենք բռնենք 50000 պլյուս են 15-ը որ իբր ես պարտավոր էի վճարել 75 հավանաբար ընդեմի ԴՀԿ-ն էլ իրա փայնա վերցնում քաղաքացի են բռնել պուպուշ քաղաքացի եք բռնել փող եք ուզում փոքեք լավ կպելա չէ բաց եսա կտենակ ումա կպել Շարունակում ենք զրույցը։ Յուքոմի աշխատակցու հետ ասես դե մի ամսվա մեջ մենք կփորձենք այդ հարցի մոտիկացում ցույց տանք մի ամսվա մեջ կներկայացնենք որ տվյալ բաժանորդը ինքը 3 անչափահաս երեխաների մայր է չի աշխատում եւ այդ փողը ինքը բիզնեսի չի այլ նպաստից է։ Ասի շնորհակալություն գոնե որ այդքանը դուք որոշել եք որ ընդունեք ներկայացնեք։ Ասի անպայման նշեք որ ձեր սարքերը ես բերել եմ դուք չեք վերցրել։ Ասում դե ճիշտ ասած որ դուք չեք մուծել 15000 տուգանքը մենք արդեն իրավունք չունենք վերցնենք այսինքն դուք իրավունք չունեք սարքը վերցնեք բայց իրավունք ունեք ձեր սարքին վրա 103000 դրամով վաճառեք հա
Իսկ ես ասում եմ ձեր սարքը 5000 դրամ արժի 6000-7000։ Ձեր 15000 դրամանոց սարքը, որը արժի 15-20000, դուք որոշել եք ին վրա 50000-ով ծախեք, հա։ Հասկանում եք Ժորժ ջան, ինչա։ Հասկանում եք ինչա կատարվում։ Հաշվեք ես ձեզանից հեռախոս եմ վերցրել։ Իմ մոտ 2 օր պահել եմ, որ հետ պիտի վերադարձնեմ ձեզ։ Ասում եք չէ, հեռախոսը պետք չի։ Հետո գնում դուք բռնում դատանում առանց ինձ։ Այդ հեռախոսի արժեքն էլ հələ չգիտեմ ինչ, որ 100,000-ա բռնում 300,000 սարքում։ Ի վրա վաճառում, դատարանի միջոցով վաճառում, ԴՀԿ-ի միջոցով։ Պատվարժան ԴՀԿ-ն որոշել է, որ Յուքոմի բողոքը արբիտրաժային դատարանն այլ սկզբից հիմք ընդունել, որ օրինական է, արբիտրաժային դատարանի բանել որոշումն էլ ԴՀԿ-ն ընդունել է օրինաչափություն, բացարձակ ճշմարտություն, որոշում կայացրել, որ հա դե այդ սարքը որ չի բերել հետ տվել, այդ սարքը ասում եմ տարել եմ, լսում եք դուք, ԴՀԿ-ի աշխատակիցներ, արբիտրաժային դատարանի աշխատակիցներ, որ Խանջանում է գտնվում, չի ասին։ Դուք լսում եք, ես որ սարքը ինձ ձեռով ցելոֆանների մեջ երկու սարքը տարել եմ Յուքոմի գրասենյակ, որ բերել եմ ձեզ տվել, որ բերեք միացնեք թազա որտեղ վերաբնակվելու եմ այդ տանը։ Դուք եք հրաժարվել։ Դուք հրաժարվել եք ու իմ քթի տակ իմ մեջքի հետևում որոշել, որ գումարը պահեք։ Կամ այդ ինչ ձև է, խիելի 15000 պետքա մուզիկա բաժանորդը, եթե դու ես հրաժարվել։ Սոված եք, փող չունեք, քիչ եք ժողովրդից կլպում։ Քիչ եք աբոնենտից 5000 դրամ, 3000 դրամ ամիսը։ Հասկանում եք այդ ինչ փողեր է։ Միլիոնավոր SIM քարտեր կա Հայաստանում։ 3 միլիոնից լավ գցեք 1 միլիոնը Յուքոմ օգտագործում։ 1 միլիոն անգամ 5000 դրամ, 3000 դրամ։ Այդ ինչ փողեր անում։ Դուք այդ 3 երեխաների մորից, որը նպաստ աստանում, նպաստը որոշել եք, սառեցնեք, պահեք, թե ինչա դուք փող չունեք, դատարկա գրպանները ձեր, բայց հայը համաձայն կլինեմ, եթե ես ելնեի խախտած պայմանագիրը, դուք խախտել եք պայմանագիրը, դուք էլ որոշել, որ ես եմ խախտել, ձեր արբիտրաժային դատարանը ձեր հետ լավ հարաբերություն ունի, մոտիկ եք, այդ ինչպես է որոշել առանց իմ ներկայության։ Ձեր մոտ հարց կառաջանա, Գևորգ, քեզ նամակ չի եկել, մի հատ նամակ է եկել։ Դե Յուքոմի սարքի մասին խոսակցությունը ընթերցել եմ, չկա անդե ասած, այսինչ ամսին, այսինչ ժամին ներկայացեք դատավարություն պետք է լինի։ Այսինքն ընդ вообще դրա մասին խոսք չկա։ Հիմա մոտս չկարդամ, իմաստել չկա կարդալու։ Զանգել եմ մեր տեղի վեդի քաղաքի հարկադիր ծառայության աշխատակցին, ով որ այս գործով զբաղվել է, աննազգան կապ չունի, դետամ ինքը եթե լսում է կիմանա, ես իրան ասի, ես բարձրաձայնելու եմ ձեր բռնած գործը, հետո չնեղանաք, կամ հիմա դուք այդ հարցերը տեղում ճիշտ լուծում եք տալիս արդար, կամ ես բարձրաձայնելու եմ, չգիտեմ ում կկպնի, Յուքոմին կկպնի, արբիտրաժային դատարանին կպնի, ԴՀԿ-ին կպնի, կամ էլ իրեքդ միասին երրյակ դաշ ընկեք, ես ձեզ տեղեկացնում եմ, ընթերցել եմ, տվյալ աշխատակցի համար ընթերցել եմ այդ նամակը, ասի կարդացածից մեջ դու տեսար որտեղ ինձ հրավիրել են ես ներկայանամ դատավարության, ասма չէ ճիշտն ասած։ Ասի բա ես ինչի հիման վրա եք դուք այսքան արել եւ ես ինչ անեի, ես ինչ իմանայի դուք ինչ եք որոշել։ Չպետք է դատավարություն տեղի ունենար։ Ես որպես ու կինս էլ ինչ կապ ունի, մեր ընտանիքի անդամը։ Ներկայացնենք դատավարությանը, դատավորը հարց տար, ասել Յուքոմ, դու ես հրաժարվել, թե քաղաքացի բաժանորդն է հրաժարվել։ Ես հելն եմ ասեմ, ես սարքերը ձեռս, այն ինչ որ ձեզ պատմեցի, տարել եմ Մարդիկ հրաժարվել են բերեն գյուղ, թե մենք այդ գյուղում չունենք ծառայություն։ Բայց չունես ծառայություն, իմ մեղքը որն է։ Չունես ասի ափսոս որ չունես։ Դե լավ, ձեր սարքերը ձեզ, ես էլ գնամ գյուղ, տենամ գյուղում ժողովուրդը ինչ ինտերնետից են օգտվում, ես էլ այդ ինտերնետից գցեմ մեր տունը, ասում դե 15000 մուտքի մուծեք։ Վայ։ Լուրջ եք ասում։ Այնա մի հատ ցեշկա ունեմ, Mercedes։ Հինա, բայց ոչինչ, քշվում է։ Նորմալ ավտո է։ Կարող պետք է ձեզ տամ։ Ուզում եք ձեզ տամ կարող է տեղի մեր գնալուց բան, բայց պոլնի բակ բենզին եւ պոլնի բալոնը գազ կլցնեմ հետո տամ, թե չէ դուք հոտ չեք դնի 5000 դրամի գազ լցնեք։ Բերեք տենց անեք, իմ ավտոն եթե ձեզ պետք է, Յուքոմ, ձեզ եմ տալիս։ Արբիտրաժային դատարան ինձանից ինչ է կախված, ասացեք ես ձեր օգտին Յուքոմի օգտին յուրիշ բանել անեմ։ ԴՀԿ դուք ինչպես եք, ինչ եք ուզում անեք, ինչ տանք ձեզ։ Այդ քաղաքացիները ընդ լրագրողներ էլ են եկել։ Այդ քաղաքացիները ինչու են այդքան դժգոհ ձեզանից։ Քաղաքացին իրավագիտակցություն չունի։ Քաղաքացին դա պոտենցիալ հանցագործ է։ Քաղաքացին միշտ սխալ է, քաղաքացի միշտ մեղավոր է։ Այ Յուքոմը, բիզնես ծառայությունները, պետական համակարգերը, իրավական համակարգում աշխատակիցները բոլորը սաղ ճիշտ են։ Ես տեսա ինչպես ԴՀԿ-ի դեմը զինվորական ֆորմով սպայա հավանաբար չնայեցի կոչումը, էլի նույն գժված վիճակը եւ ընդ բողոքի իրա ներկայացնում է ինչ որ լրագրող ուղի էր թե
էլի բլոգերեր չգիտեմ, նկարահանում այդ process-ը տեսնում են։ Այնուհետև մտնում ենք թե տենում ենք որ եկան նաև 2-3 լրագրողի էլ եկան հայտնի լրատվականներից։ Այսինքն դուք այդ ինչպես եք գործում, որ բողոք առաջանում անընդհատ, որ լրագրողների ուշադրության կենտրոնում եք։ Կարող է դուք ճիշտ չեք գործում, կարող է հին, այն փտած համակարգի նստվածքը ձեր մոտ տված է ու մաքրել անհնար է։ Ժողովրդի կողմից այսքան բողոքները ձեր ուղղությամբ ես համոզվել եմ որ տեղին է։ Ինչ որտեղ կարող է օրինական ճիշտ որոշումներ էլ կայացրել, բայց հիմնական ձեր վերաբերմունքը քաղաքացու նկատմամբ ինձ համոզել է բերելային եզրակացության, որ դուք իօքուտ իրավաբանական, իօքուտ բիզնես, իրավապահ, դատական, չգիտեմ, պետական համակարգերի օգտին եք աշխատում։ Եթե որևէ քաղաքացի խնդիր ունի բանկի հետ, ուրեմն վերջ, քաղաքացին դուժվեց։ Հիմա վերջում ձեզ ժողովուրդ ջան, տեղեկացնեմ, որ այն ինչ ես հիմա ձեզ պատմեցի, այս բողոքը անհիմն չի, տեղին է, եւ ունեմ իմ բարոյական, քաղաքական, մարդկային, իրավաբանական հիմքերը, լսեք վերջը ինչպես ավարտվեց եւ իմ օրը եւ այս հարցի լուծումը։ Գնացինք ID բանկ, քանի որ իմ կնոջ քարտը ID բանկի քարտա, որ պետությունը երեխաների աջակցությունը, սոցիալական նպաստները փոխանցում է ID բանկին, գնացինք այդ նույն Շենգավիթում գտնվող ID բանկի մասնաճյուղ։ Ներկայացրին իրավիճակը, աշխատակցուին զանգեց երևի իրանց տնօրինությանը, ընդդեմ իրանք խոսացին, ոնց արին, ինչ արին, արգելքը հանեցին։ Բարև ձեզ ԴՀԿ, բարև ձեզ արբիտրաժային դատարան, բարև ձեզ յուքոմ։ Պարզում է դուք ձեր գործողությամբ ոչ իրավաչափ եք մոտիկացել։ Դուք ձեր գործողությամբ ոչ օրինական եք մոտիկացել, ոչ էլ մարդկային եք մոտիկացել։ Այդ իսկ պատճառով, երբ որ դուք մարդու ֆինանսների վրա արգելք եք դնում, մի հատ ուշադրություն դարձրեք, օլիգարխ է, բիզնեսմեն է, պետական աշխատակից է, թոշակառ ու նպաստառու է։ Այդ տեսնում եք, որ դուք ձեր գործը անում եք առանց խորը ուսումնասիրության։ Դե վարորդն էլ որ երթևեկում է, մեկ-մեկ անուշադիր է երթևեկում արագությունը գերազանցում է։ Ներում չկա արագությունը գերազանցելու մեջ, բայց դուք օրինակ չափ չեք մոտիկացել, ապօրինի որոշում եք կայացրել արբիտրաժային դատարանով ու ԴՀԿ-ով հանդերձ։ Հիմք ընդունելով յուքոմի բողոքը, հա, այդ աղքատ կառույցի բողոքը, տեսակ որ վերջում ID բանկի աշխատողը արգելքը հանեց, հիմա այդ մտել ենք 2 օր խանութ չի գնում մեր հարցը։ Ինչու չի եթում։ Իր հաշվին է այդ երեխեքը որ պահում են, իր հաշվին, չէ՞ պետության աջակցության հաշվին է։ Ինքն էլ կարողանում գնում տան հացնել, առնել, պեսոկնել, աղնել, առնել։ Այդ ինչպես ստացվեց, որ դուք որոշեցիք, որ այդ մարդը պետքա հաց շուտի։ Դուք ով եք, որ որոշել եք, որ ինքը չպետքա հաց շուտի։ Այսքանից հետո տեղեկացնում եմ նաև ձեզ, որ ես յուքոմի հետ առաջին անգամ չի որ sense խնդիր ունեմ, հենց հիմա յուքոմի քարտայում հեռախոսի մեջ, հաջորդ ամսվա կեսերին, այդ ընթացքում հենց տենանք ինչպիսի մոտիկացում են ցույց տալիս, այդ 103,000 դրամի պատմությունը։ Ես գնալու եմ յուքոմից փոխեմ Երևի ճիշտ է Վիվասելն է։ Մտա Վիվասել հարցրի, ասին, այո, մեր մոտ նույնիսկ 5000 չէ, այդ նույն փաթեթը 3500 է, էսի մի հատ բարեխիղճ մոտիկացում քաղաքացիների նկատմամբ, բաժանորդների նկատմամբ, ու նույն արագությունը, նույն նիագրանիչենի, անսահմանափակ ինտերնետը։ Մյուս ամիս 15-ին, 16-ին, 17-ին այդ կողմերը, որ մոտիկանը արդեն փող մուծելու օրս, որտեղ նոր եմ մուծել, չեմ ուզում կորեի 5000 դրամը, խորելու եմ։ Գնում եմ փոխեմ, այս նույն քարտը սալինելու թվերը։ Բայց արդեն ոչ թե յուքոմ, այլ Վիվասել։ Ես ընդհանրապես այդ եմ ասում, հարգելի քաղաքացիներ, եթե դուք նույնպես դուժվել եք եւ ինքպես համոզվել եք, որ յուքոմ կառույցը սխալ մոտիկացում եւ ոչ այդքան այսպիսի բաներ է կատարվում յուքոմ քաղաքացի հարաբերություններում, ոչ մի խորհուրդ չեմ տալիս։ Ուղղակի ես ձեզ տեղյակ եմ պահում, ես որ նախընտրեցի, ճիշտ համարեցի, որ յուքոմը պետքա քիչ բաժանորդ ունենա կամ ընդհանրապես իրանք սնանկ ճանաչվեն, որտեղ այնքան կլինեն հարստացած sense քաղաքացիներին 3 երեխաների մորից փող կտրելով բան, եթե տես բաների 3 երեխաների մորը դուք կարող եք փողը կտրեք, դուք աչու ձախ չեք նայի, թոշակառու չեք նայի, մեծ փոքր չեք նայի, սոցիալական խավեր կա ծանր վիճակում գտնվող մարդիկ կան չեք նայի, մի 100,000 փող սրանից կպցնենք, 200-ը նրանից կպցնենք, ձեր փչացած սարքերը, որ ոչ մի բանի պիտանի չի, բռնեք 103 կամ թեկուզ 53,000 դրամով իմ վրա ծախեք, ես դեզանից սարք եմ առել, սարքերը ժողովուրդ մաքուր, պակետի մեջ դրած է մեր տանը։ Դուք ասեցին, էսա կխոսանք, դե տենանք բողոք, այսպես ասած դիմում կներկայացնենք, որ ինչպիսի սոցիալական վիճակում է գտնվում, որ նպաստառու մայր է եղել, կտրել ենք եւ այդ մայրը պարտավորված է
զգում բերի սարքերը ձեզ վերադարձնի միայն թե այդ փողերը մեզանից մի ուզեք, ասես կփորձենք։ Այդ թվում ասեցի գիտեք ինչ կա։ Այս sense չի, այս sense կուշտեմ։ Ես է 15000 դրամը էլի մի բան կանեմ տամ, չնայած դա ձեզ չի հասնում։ Ես չեմ խզել, չէ՞ կապո, ես դες պատմեցի ժողովուրդ։ Այսի բացեն սկզբնական 15000-ը, որ ինձանից ապօրինի կերպով ուզում էիք, ես էլի համաձայն եմ այդ 15000-ը վճարեք, ձեր սարքերը հետ վերադարձնելու հետ միասին, մեզ հանգիստ թողեք, որովհետև գիտեք ինչ կա, ձեր անունը բավական է, ես արդեն բարձրացնեմ, մարդիկ կզգուշանան, ուշադիր կլինեն, ինտերնետ միացնելու դեպքում կորոշեն, գնան յուքոմ միացնեն, Telecom միացնեն, թե ինչ կմիացնեն։ Օրինակ ես մտա Vivasel, ընդ այդ փաթեթները շատ լավ էր, շատ հաճելի էր։ Եվ նույն օրը որ փողը չես տալիս չի կտրում, ինչ որ ժամանակ էլ է տալիս Vivasel-ը։ Յուքոմը գիտեք ինչ անում։ Եկավ ժամը կտրում է։ Всё, գիշերվա կեսին լայվի ժամանակը լինեի։ Խոսքի մեկի հետ խոսալուց էլ չի նայեմ, իր րոպեին ինքը կտրում է։ Առանց որևէ նու նամակ մի օր առաջ գալիս է, դա ասեմ։ Դե հետո ինչ նամակ է, մենք կարող է չընթերցել մոռանաս։ Վերջը ուզում եմ ասեմ, այսպիսի ապօրինություններ է տեղի ունենում ԴՀԿ-ում։ ԴՀԿ-ն էլ մեղքը գցում է յուքոմի վրա, յուքոմը գնում գցում է ԴՀԿ-ի վրա։ Իր ասեցել է, գիտեք, ֆրցնոցի են ասում սա։ Սա մարդկանց մատի վրա պատտում են։ Ես գիտեին թե դե մարդ է էլի որ գա ԴՀԿ ուղարկենք յուքոմ, յուքոմն էլ կուղարկի ստես կհիասթափվի կզզվի գնասի, չէ, ես ձեր հարցերը միջև բարձրաձայնելու եմ։ Ասեցի տնօրինությունը ստե ԴՀԿ-ի տնօրինությունը։ Մի հատ գնամ տենամ այդ ոնց են որոշել։ Բան ասում է իմաստ չկա, դե աշխատակիցներից են։ Ասում է իմաստ չկա, մեկան նույն բանը իրանք էլ ձեզ։ Ասի հաս չկա։ Եթե նույն բանը իրանք էլ ինձ են ասելու։ Ուրեմն ես ընթացքը սկսեմ ես գործի։ Բլոգեր ենք, հենց հենց չէ, ես մենակ իմ խնդիրի չէ, սա հանրության խնդիրն է։ Սա հանրայի խնդիր է, ժողովուրդը տուժում է։ Ժողովուրդը քիչ չէ էլի տուգանքների տուժերի մեջ ընկնում։ Ժողովուրդ ջան, ամեն մի քայլքդ, ամեն մի հատ քո գործողությունը երկրում պետքա շատ զգուշ լինես, որտեղ կարող է կամ քեզ ձերբակալեն, դատեն առանց քո ճիշտը հաշվի առնելու, կարող է քեզ դատեն, նստեցնել է, գումար վերցնել է, տուգանքատույժ է։ Դու ամեն մի քայլում պետքա ուշադիր լինես, կարող է վարչական տույժի տակ ընկնես, ինչ որ տուգանքներ է, չգիտեմ, հարկեր է, այսինքն մենք մեր ապրածես կյանքը, որ եկել ենք աշխարհ ապրենք, մենք պետքա շատ զգուշ, շատ ուշադիր, աչքներս չռած, ակաժներս չռած, ցես քայլելուց է, խոսալուց է, ամեն ինչի համար։ Հիմա տեսեք, բորբոքված եթեր եմ ունեցել, անհանգստություն, դժգոհություն, չեմ ասել հայոյանք, չեմ ասել վիրավորանք։ Բայց շատ հնարավոր է, որ իրանք այս էլ վերցնեն մի հատ, ուսումնասիրեն տենան որտեղ է, որ իրանց բիզնեսին վնաս կարող է տված լինի ու ասեն տեսեք Vivasel-ին է ինքը գնում քարտը առնի դրանով դառնում է մեծ լսարան ունի եւ դառնում է դրանով էլ հորդորած որ բաժանորդները աբանենտները բաժանորդները յուքոմի հերանան գնան Vivasel ես բառացի չասի այդպես ես ընդամենը ասեցի այդպես եմ անում ժողովուրդ դուք եք որոշողը ձեր քարտը ինչ անեք ոնց անեք լավ իմացեք յուքոմի գործողությունը սեփական հայրենակիցների նկատմամբ եւ ես չեմ զարմանա որ վաղը յուքոմի տնօրինությունն էլ էլի դուրս գա փողոց փակի ասի մենք հայրենասեր ենք մենք պետություն ենք փրկում դե ինչ զարմանամ եթե հոգեվորականներ կան հոգեվոր կյանքից կտրված փողոցներ են փակել հիմա էլ խոսում են Արցախը բանը հետ ենք բերում բան sense բաներ են խոսում իրանց գործառույթը իրանց կոնկրետ գործի բնույթը թողած ես չեմ զարմանա հիմա ով հելնեմա ախպեր հայրենասեր է խաղում այսօր Երևանով երթևեկելուց էսել ասեմ ավարտում եմ ժողովուրդ ավտոյի վրա ինչ որ նենց մի հատ սիմվոլ էր նկարած տատու արած էլի այդպես ավտոյի վրա արա բայց սիգարետը ոնց sense քաշեցեց գցեց ասֆալտին այսպես քաշեց այսպես գցեց ասֆալտին հասկանում եք մի քիչ ամոթխացել չի էլի խոսքի sense իբր պատահական ձեռիցս ընկավ այսպես քաշեց process այսպես խփեց ասֆալտին բայց կարևորը ախպերներ ջան քրեր ջան իր ավտոյի վրա այնա նակալեյկա կապցրած չեմ հիշում պետական ինչ որ սիմվոլ էր արած սառներ թե մեր Հայաստանի քարտեզներ հասկանում եք ինչ կապ ունի սիգարետը գցեց իր հայրենի հողի վրա այն հողի որ երթևեկում են ինչ կապ ունի ինքը չի գցում ուրնան կարևորը նակլեյկան այնա տատուն կպցրած մեքենայի վրա որ ինքը հայրենասեր է խնդրեմ յուքոմից եմ ես սպասեմ որ ինքը բաժանորդներից փողը այտենց ամեն հնարավորության դեպքում քաղաքացիներից իրաց բաժանորդներից փող փոկեն դատարանի միջոցով կլինի ինտերնետը անջատում են մի ուրիշ ձևել կա իրանց անցած տարի էլ տենց առնչվել եմ ուշ եմ փողը գցել մի օր ուշ եմ գցել հա ու Պետք է ռեժիմ պալյոտ դնես, սամալյոտիկը որ միացնում են, 10 րոպե սպասես, նոր միացնես ինտերնետը, թե չէ քեզանից -2000 դրամ անում։ Այդպես բան ա եղել։
Ասանք ասի խեք -2000, ասма դե պետք է անջատերի միացնել։ Արա բայց որտեղից իմանամ։ Դուք կարող գիտեք, ես պետքա սահմանադրության բոլոր կանոնները իմանամ։ Դուք պետք կարող ես պետքա իմանամ խալաձելնիկի վրա մենյուն թե խալաձելնիկը ինչպես է կոնդիցիոները, տելևիզորը ինչպես է աշխատում, ավտոյի կառոպկա, մոտոր։ Կարող գիտեք ես ամեն ինչի մասնագետ եմ, պետքա սաղ տեղյակ լինեմ, չէ։ Բայց ինչի որոշեցիք, որ դուք պետքա ինձանից 2000 դրամ պայեք։ Սա յուքոմի գործառույթն է։ Չերկացնեմ ավտոն էլ էսա յուքոմ, եթե ձեզ դուրա գալիս ես ավտոն, կուզենաք պոլնի բակ բենզին անեմ, պոլնի բակ գազ լցնեմ, ձեզ տամ օգտագործեք, եկեք տարեք, բայց դուք չէ որ ճշմարտության ճշմարտոց եւ արդարության արդարոց գործընեք, երևույթն եք մեր երկրում։ Խնդրեմ, ավտոն ձեր դիրապետության տակ է, արբիտրաժային դատարանն էլ ասեք ձեր այդ գործը օգնի, բանանի դահգին էլ կասեք փեչատը դնի, կարող է գիտեք իմ ավտոնա ձերն է, ինչ ուզեք կարաք անեք։ Այսքանը ժողովուրդ լավ մնացեք, ուշադիր եղեք, իմացեք ումից եք ինտերնետ միացությունում ում քարտերից եք օգտվում։ Հաջողություն։ Դահկն էլ թող վերանայի իր ապահովվածքը քաղաքացիների նկատմամբ։ Մեկ ամիս ժամանակ ենք տվել, տենանք յուքոմ ինչպիսի մոտիկացում է ցույց տալիս, ոչ մի փող էլ չեք ստանալու։ Կգաք դուրը երեխաներից մեկն էլ վերցնեք տանեք երևի։ Բայց դուք ամենայն հայոց երևի էս, չգիտեմ, բարձրագույնն եք, վերագույնն եք։ Ձեր մեկնաբանությունները հետո կարդամ, խնդրում եմ դժվար մարդիկ, իրանց բողոքը գրեն, իրավաբաններ, փաստաբաններ, ովքեր ըստ առաչարկություն բան եւ մեկնաբանություններ եմ կարող գրել եւ անձնական, ասեք ձեր կարծիքը։ Վերջում մեկը ես ասացի, որ ID բանկը արհամարեց, անտեսեց իրանց այդ որոշումը։ Լավ է այդքանը, որ ID բանկը կարող է հարկադիրի որոշումը փոփոխի։ Հաջողություն ժողովուրդ ջան, լավ մնացեք, Աստված